Ինչ ստացավ Ադրբեջանը։ Ուրեմն էլ ինձ գրեցին, մի քիչ չեն խոսում դրա մասին, որ բայց Հակստանան արկեր ու փոքր ինչ-որ տենց հրթիռներ հակատերորիստական իրենց գործունեության համար, բայց բոլորս ավելի նկատեցինք, որ իրենց տալու են ուրեմն այս փոքր ռազմա կատերները, նավերը, հա, patrol boat են ասում դրանց։ Երկրորդ համաշխարհում դրանք տորպեդոներ են իրենց վրա դրած, բայց հիմա սրանք ավելի նման են այդ torpedo boat plus այս Պարսկաստանն ունի, չէ՞, այսպես արագ գնացող կատերներ, որոնք նպատակն է, որ ոնց ասեն harass անեն, հարձակվեն ավելի մեծ նավերի վրա, լինի դա տանկերներ բաներ եւ դրանց գրավելու կամ ոչնչացնելու կամ նույնիսկ ռազմանավերի վրա մոտենաս արագ կրակես փախնես այդ կաղապարն է հավերենեւս բայց ինչի են տալիս ինչի է սա կարևոր է Ադրբեջանի համար ինչի է նա բան եւ ուզեց դրանք դա նրա համար չի որտեղ ինքը վախենում է այնտեղ Թուրքմենստանը ծովից են կոմպտի իր վրա արձակվի տերորիզմ անի կամ չգիտեմ Ղազախստանը պիտի անի կամ թե չէ Պարսկաստանը դա մասին չի խոսքը այսօր դա նրա համար է որ ինքը կարողանա ծովից պաշտպանի պոտենցիալ ռուսական ծովային դեսանտից հա դե ռուսները որոշեն արդեն ասեն դե Ալիև քիչ շատ չափ անցար դու ինչ որ շատ ես գնում դեպի արևմուտք ուրեմն ինչա Բաքուն ծովի վրա է նստած ու բան չի Կիև չի երկրի մեջտեղում 1000 կիլոմետր սահմանից այն կողմ ստեղ չգիտեմ խոսում ես ինչ որ հեչի պես հա այնտեղ կարող ես քո ռազմական ուժերը մտնեն այնտեղ բանից Դաղեստանից օթային ուժերի համար էսի կես ժամա ճանապարհ է իսկ ծովից էլ երկու նավ զինվորի չացրու այնտեղ բատալյոն հարցը լուծես չէ այս բանը կա բայց ֆլոտիլան դա նավատորմիկը ասենք թե ռուսական էլի բոլոր դեպքերում ամենաուժեղն է Կասպից ծովում բայց հաշվի առնելով որ դու եթե ունենաս այսպիսի պատրոլ բոտեր որոնք ինչ որ ձևով կարողանան մեր ցամաքային օպերացիաներ անեն եւ ասենք դժվարացնեն որևէ դեսանտի ասենք դուրս գալը հա դեսանտի նավերը դրանք արագ գնացող ռազմանավեր չեն կամ ինչ որ լուրջ պես զինված եւ գումարած դրան իրենց հակաօթային պաշտպանությունը դրոնները եւ Թուրքիայի օգնությունը եւ Իսրայելի տված դրոնների զենքերի եւ այս երկու Թուրքիա-Իսրայել հետախուզական տվյալների միջոցով դու կարող ես ահագին պաշտպանվես Ռուսաստանի որևէ պոտենցիալ սպառնալիքներից